FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, գործարար ալիքն եք դուք լսում կամ մեր թվային հարթակներում եք, գործարար ալիքի լրատվական ռադիոյի YouTube-յան, Instagram-յան կամ Facebook-յան էջում կամ Արմեն Դարփինյանի YouTube-յան ալիքից եք մեզ դիտում, մենք սկսում ենք Դարփինյանի ժամը, առաջին խոսափողի մոտ հեղինակն է պրոֆեսոր Դարփինյանը, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է, ողջույն պարոն Դարփինյան։ Բարև ձեզ, ողջունում եմ բոլոր ունկնդիրներին։ Մենք նախորդ հաղորդմանը խոսեցինք, բայց ես համարում եմ, որ սա շատ կարևոր հարց է, դրա համար խնդրում եմ, որ մենք վերադառնանք այս հարցին։ Ի վերջո, Արարատ կոնյակի գործարանը, Արարատ լեռը, չգիտեմ, Անի հյուրանոցը եւ այդ բոլոր անվանումները, որոնք շատ խորն են մեր մոտ նստած, այսինքն Կարին անունը ունեցող աղջիկները, որոնք որ կան։ Ես վերջերս նաև հանդիպել եմ Վան անուն, որը որ սփյուռքահայերից է եկել Հայաստանի Հանրապետություն եւ այդ ամեն ինչը։ Վերջը այդ մեր հայրենիքն է, թե մեր հայրենիքը չի, մենք այդտեղ պետք է շատ պինդ լնենք ու արդյոք հնարավոր է 29000-ի մեջ ապրել ու գոնե չունենալ երազանք մեր իրավունքները վերականգնելու։ Էս էլ կուզեի սրա վրա էլ ֆիքսվենք, որովհետեւ երկար վեճ կար, մենք ասում ենք, որ Արցախի հարցը հողի հարց չի, իրավունքների հարց է, ու ես էլի համարում եմ, որ մեր պատմական հայրենիք ինչ որ մի ձևով վերադառնալու հարցը էլի իրավունքների հարց է։ Շատ լավ, շնորհակալ եմ, իհարկե մեր ժամանակը չի հերիքում, որովհետև միշտ տարվում ենք քննարկումներով եւ միգուցե չի բացահայտվում ինչը վերջ այն թեման, որը մենք փորձում ենք բացահայտել մեր հանդիպումների ժամանակ, բայց դրանում կա նաեւ դրական բան, որովհետև մենք շարունակում ենք մեր զրույցը եւ փորձում ենք բացահայտել այն բացերը, որոնք որ նախորդ անգամ չի ստացվել։ Տեսեք, իհարկե մեր հայրենիքն է, իհարկե եւ Մասիսը եւ Վանը եւ Անին, ինչպես դուք ասացիք, իհարկե դա մեր հայրենիքն է, բայց դուք արտահայտվեցիք հայրենիքի մասին երազանքի տեսքով, հա։ Դա մեր թուլությունն է, դա մեր խեղճուկրակ վիճակից է, որ մենք երազում ենք, երազանքի մեջ անհասանելի մի բարձունք ենք դիտարկում Անին կամ Արարատը, ինչպես անհաս парքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։ Դա մեր խեղճուկրակ մոտեցումն է, ցավոք սրտի այդ խեղճուկրակությունը մենք դիտում ենք նաև մեր սփյուռքահայերի մոտ, հատկապես արևմտյան սփյուռքի մոտ։ Դա երազանք է, որը անկատար է մնում եւ գիտեք այդ իմաստով ես կարծում եմ, որ մենք պիտի դուրս գանք երազանքի տիրույթից եւ այո, գանք դեպի իրավունքի տիրույթ։ Բայց հասկանանք, թե մենք մեր այդ հայրենիքի զգացումը ինչպես պիտի իրագործենք, ինչպես պիտի դրսևորենք, հա, ոչ թե սրտում, մտքում կամ երազներում պահելով միայն եւ փոխանցելով սերնդեսերունդ, որտեւ միտեղ այդ մի սերնդի մեջ դա արդեն կամփոփվի, կավարտվի, կվերջանա ու մենք կորցնենք նաեւ այդ հիշողություններում հայրենիքը։ Մենք պիտի կարողանանք այսօր եւ այս պահին հնարավորություն ունենալ իրացնելու մեր այդ հայրենիքի զգացումը, իրականացնելու, առնչվելու հայրենիքի հետ, շոշափելու հայրենիքը, տեսնելու, ինչու ոչ, շենացնելու, հող գնելու, տուն սարքելու, հասկանում եք, հիմա տեսեք ինչ են անում ադրբեջանցիները, իրենց զառամյալ արևմտյան Ադրբեջան հասկացությունը փորձում են իրացնել, առարկայացնել, ինչով, ասում են մենք պիտի հետ գանք մեր հողերը, մենք պիտի շենացնենք մեր տները եւ այլն, հա, մենք պիտի այդ իրավունքը ունենանք, բայց եկեք հասկանանք ինչպես պիտի այդ իրավունքը ձեռք բերենք։ Այստեղ գալիս է պետությունը, եթե մենք ունենք ազգային պետություն կամ եթե մենք ունենանք ազգային պետություն, պետությունը պիտի տեր կանգնի մեր հայերիս իրավունքին։ Հա, ինչպես։ Եկեք նորից քննարկենք, ինչպես պիտի պետությունը տեր կանգնի իմ ձեր իրավունքին հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունը զգալու, զգացմունքայնությունը արտահայտելու եւ առարկայացնելու հայրենիքի զգացումը։ Երկու ճանապարհ ունի պետությունը։ Կամ պիտի այդ հողերը նվաճի, որպեսզի ես ու դուք ու մենք ունենանք հնարավորություն ազատ առնչվելու, գնալու, գալու, ցանկացած պահի
Վանա լճի ուրեմն ափին նստելու եւ խոյելու, այսպես ասած խորհելու, դիտարկելու այդ գեղեցկությունը եւ այլն, ինչպես ասենք ես պատկերացնում եմ, որ պապս է նստել այնտեղ, հա, հասկանում եք, կամ ուրեմն պետությունը կամ պիտի նվաճի այդ հողերը, որ ես այդ իրավունքը ունենամ, կամ պետությունը պիտի իր խոհեմ քաղաքականության, դիվանագիտության, հարաբերությունների կարգավորման իր շնորհքով նպաստի այնպիսի պայմաններ ստեղծի, որպեսզի ես ունենամ այդ հնարավորությունը։ Հիմա պատերազմով արդյոք մենք ի վիճակի ենք նվաճելու այդ հողերը, հա, մենք մեզ երբևիցե այդ հարցը տվել ենք։ Իհարկե կան հայեր, որոնք ասում են իհարկե, հա, մենք հիմա կգնանք, կնվաճենք եւ այլն, մենք ունենք այդ հնարավորությունը։ Բայց խոսքը գնում է համարյա 100 միլիոնանոց Թուրքիայի հետ, որը Եվրոպայում ամենամեծաթիվ մեծականակ բանակն ունի, հզորագույն արդեն իսկ նա փորձում է ձգտել գերտերություն դառնալու, եւ մենք Հայաստանը, որի բնակչությունը նվազում է, հնարավորությունները եւս մենք առաջիկա ապագայում, տեսանելի ապագայում, անգամ երազներում չեմ կարող ես պատկերացնել, որ մենք կնվաճենք այդ հողերը ինչ-որ ձևով եւ միլիտարիստական ինչ-որ մեր դրսևորումներով կկարողանանք ետ բերել եւ այդ հնարավորությունը ստեղծել մեզ համար հայրենիքին տիրանալու։ Ուրեմն մնում է մեկ ճանապարհ՝ բանակցությունների, հարաբերությունների կարգավորման շնորհքի միջոցով փորձել հասնել այդ հնարավորությանը, որպեսզի մենք ազատ կարողանանք առնչվել մեր հայրենիքի հետ։ Արդյոք մեր պետությունը զբաղվել է դրանով։ Ոչ, ցավոք սրտի ոչ։ Մի հարց եթե թույլ տաք, ընտրեմ։ Ես կարծում եմ, որ առաջի ու երկրորդ տարբերակը առանց իրար տեղի չեն ունենալու։ Այսինքն մեզ ոչ մեկ չի թողելու, որ մենք նստենք Վանա լճի ափին, եթե մեր մեջքին չլինի կանգնած Հայաստանի Հանրապետության բանակը այն վիճակով, որը կարա վտանգ ներկայացնի Թուրքիայի համար, թեկուզ փոքր։ Այսինքն հակառակ պարագայում, եթե մենք չունենանք այն ռեսուրսը, ֆիզիկական, ռազմական ռեսուրսը, որը կարա վնասի այդ մեծ գերտերությանը, մեզ առանց դրա արկայության թույլ չեն տալու մենք այնտեղ ուղակի մուտք գործենք։ Ոնց որ հիմա թույլ չեն տալիս։ Այսինքն նույն Վանա լճում Աղթամարի կղզու վրայի եկեղեցում դա ինչ որ տենց ֆանտաստիկ բան պիտի լինի, որ պատարակ լինի։ Տարվա մեջ մի կամ երկու անգամ է դա տեղի ունենում, տենց մեծ լավություն են անում մեզ։ Բայց եկեք հասկանանք, մենք ինչ ենք արել որպես պետություն, որպեսզի իրենք դա թույլ տան։ Համաձայն որևէ բան չենք արել, որպես պետություն մենք ընդհանրապես որդեգրել ենք ցեղասպանության ճանաչումը ամբողջ աշխարհում եւ դրանով իսկ Թուրքիայի վրա ճնշում գործադրելն ենք ընտրել որպես մեր գործելավոճ, որպես մեր նպատակ, այսինքն ճնշում են գործադրել համենայն դեպս, հա, 2000-ական թվականներից սկսած, այստեղ էլ պիտի հասկանանք ինչ նպատակ ենք մենք հետապնդել եւ արդյոք հասել ենք այդ նպատակներին։ Ըստ որում պիտի ասեմ, որ մենք այդ ճնշումը գործադրել ենք այն ժամանակահատվածում, եւ Թուրքիան որևէ կերպ գոնե առ երևույթ չէր ցուցադրում իր պաշտպանությունը Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Գոնե առ երևույթ մենք դա չենք տեսնում, այսինքն մենք տեսնում ենք աշխարհը տեսնում էր նաև Թուրքիայի բավական նեյտրալ դիրքորոշում այդ հարցում։ Այսինքն նրանք չէին խառնվում առ երևույթ գոնե։ Միգուցե տակից ինչ որ բաներ անում էին, բայց այդ ժամանակահատվածում մենք գնացինք միջազգայինորեն ճնշում գործադրելու ճանապարհով չհասկանալով թե նպատակը որն էր։ Օրինակ, որևէ մեկը պետականորեն չի բացատրել, թե որն էր մեր նպատակը։ Ես կարող եմ կռահել, այսինքն կան բարձր նպատակներ բարոյական, որոնք մենք պիտի հետապնդեինք օրենքով, հա, այսինքն մենք որպես ցեղասպանություն ապրած ազգ պիտի կարողանանք զգուշացնել աշխարհին, տեղեկացնել աշխարհին, կանխարգելել հնարավոր ցեղասպանությունները ապագայում։ Ինչ որ ձևով մեր դասերից ուրեմն մենք կիսվեինք եւ ասենք որ տեսեք այ մեր մոտ եղել է այս մի բանը պատմություն, այս հրաշավոր պատմություն եւ այլ, բայց ուրեմն մենք չենք կարողացել մեզ պաշտպանել, բայց մենք ուրեմն նպաստում ենք որպեսզի աշխարհը իրեն պաշտպանի։ Կարողացել ենք մենք այս նպատակին հասնել։ Ոչ, որովհետև նույն Արցախում տեղի ունեցավ բռնի տեղահանումը ժողովրդի, հա, մենք ասում ենք էթնիկ զտում,
Չնայած աշխարհը դեռևս չի համաձայնվում դրա հետ, բայց այնուամենայնիվ էթնիկ զտումը արդեն գենոցիդի որոշակի առաջնային քայլերից մեկն է եւ բայց մենք չկարողացանք անգամ մեզ պաշտպանել։ Երկրորդ բարձր նպատակը, որ ես կարող եմ կռահել, ինչու մենք գնացինք դրան, որովհետեւ մենք, այսպես ասած, բարոյականացնենք թուրքերին, հա, կոպիտ ասած փոխենք նրանց գենետիկ կոդը, հա, եւ ազնվացնենք նրանց, հասցնենք նրան, որ իրանք այլևս երբեք չլինեին ցեղասպան պետություն, հասցնենք նրան, որ իրենք ընդունեին, որ կատարվել է այդ ոչրագործությունը համաշխարհային մասշտաբի եւ ուրեմն նրանք ապաշխարեին, այնպես ինչպես գերմանացիները իդեպ շատ բարձր բարոյականություն ցուցաբերեցին, որպես ազգ է զարմացած եմ, անկեղծ ասած, որովհետեւ նրանք ընդունեցին հոլոկոստը, տեսեք, աշխարհի ցանկացած կետում, ցանկացած երկրում ես համոզված եմ, անգամ ինչ-որ մութ անկյուններում կարող ես հանդիպես նացիստական սվաստիկային, Գերմանիայում չես կարող հանդիպես, նրանք կարողացան գենետիկորեն հանել քոքահան անել նացիզմը իրենց ընդհանուր ազգային գաղափարախոսությունից եւ այդտեղ փառք ու պատիվ է պետք ուրեմն ասել գերմանացիներին, բայց տեսեք մենք այսօր առավել քան երբևէ հեռու ենք նրանից, որ թուրքերը ընդունեն ցեղասպանությունը, հիմա ավելի քիչ քան երբևէ, որովհետև հիմա ընդամենը իրենք ավելի ագրեսիվ են իրենց դրսևորումների մեջ, ոչ միայն չեն ընդունում, նաև հակահարված են հասցնում, ասում են դուք եք մեղավոր եւ այլն, այսինքն մենք չենք հասել նաև այդ երկրորդ նպատակին։ Հիմա երկրները, որոնք ճանաչեցին ցեղասպանությունը, նրանք ճանաչեցին ոչ թե որովհետև ուզում էին նպաստեն մեր ազգային նպատակներին կամ ինչ-որ մեզ խղճահարելով, եթե խղճահարելով են արել, ավելի վատ մեզ համար, բայց նրանք ամեն մեկը իր սեփական նպատակներից ելնելով այդ ճնշումը, որ գործադրում էր Թուրքիայի հանդեպ, իրենց նպատակն էին իրենք հետապնդում, այլ ոչ թե մեր պետական նպատակը, առավել ևս որ մենք այդ նպատակը չենք առարկայացրել, որն էր մեր նպատակը այդ ճնշումը գործադրելով, ինչ էինք ուզում մենք անենք դրանով։ Հիմա Շարլ Ազնավուրը մի երգ ունի նվիրված այդ գենոցիդին, ցեղասպանությանը, Il son tombé է կոչվում, ընդհանրապես Շարլի 100-ամյակն է հաջորդ տարի, ես կարծում եմ, որ ժամանակն է արդեն սևեռվել նրա փիլիսոփայությանը, ոչ միայն երգերին, ոչ միայն երգարվեստին, ոչ միայն կոմպոզիտորական, երաժշտական նրա սխրանքներին, նաև փիլիսոփայությանը։ Տեսեք, այդ երգը Il son tombé է կոչվում, որը թարգմանվում է որպես նրանք ընկան, հա, դա նվիրված է ցեղասպանության մեր նահատակներին։ Տեքստը հետևյալն է. նրանք ընկան չհասկանալով թե ինչու տղամարդ, կին, երեխա, ծեր, մանուկ ընկան սարսափը աչքերում, խեղված մարմիններով, խեղված դեմքերով եւ այլն եւ այլն եւ այլն, հետո հարց է տալիս Շարլը, ասում է, իսկ ինչ էր անում այդ ժամանակ Եվրոպան։ Ու պատասխանում է, Եվրոպան ջազ էր լսում, հասկանում եք։ Այդ տեքստն է երգի Il son tombé։ Հիմա ասի Եվրոպան ջազ էր լսում, կշարունակի ջազ լսել, հասկանում եք, մենք մեզ բան չանենք, որ այդ ցեղասպանության ճանաչումը ինչ-որ բանի կարող է բերել, տեսեք, երեք էր թե առաջ օրը ես տեսա, Իսրայելում կա ուրեմն օպոզիցիոն մի գործիչ, Գալիդը կարծեմ, հա, ինչպես էր ազգանունը, Յան Գալիդը, որը ինչ-որ ժամանակահատված անգամ եղել է Իսրայելի վարչապետ, այսօր ինքը քննադատում է Նետանյախուին, դե այս Համասի հետ կապված պատերազմական գործողություններում նրանք միաձուլվել են, որովհետև ունեն ընդհանուր թշնամի, բայց նա հայտարարեց վերջերս ի հակառակ թուրքերի, որոնք բռնեցին հակաիսրայելական դիրքորոշում այս Համասի հետ պայքարում, նա հայտարարեց, որ հենց գալու եմ իշխանության, անպայման ճանաչելու եմ հայոց ցեղասպանությունը, ասած դա Իսրայելի համար մեկ օպոզիցիոն գործիչ է։ Հիմա ինչ է դա նշանակում, նա մեզ համար լավություն չէր անում, նա ընդամենը թուրքերին կշտամբելու հակաթուրքական ինչ-որ թեզ առաջ բերեց, իհարկե դա արդեն նշանակում է, որ մեր համապատասխան մարմինները, չգիտեմ, դեսպանատուն այդպես ունենք, չունենք այնտեղ, ասենք, մեր արտգործնախարարությունը ինչ անում այդ ուղղությամբ, բայց արդեն ակնհայտ է, որ մենք այդ մարդու հետ պետք է սկսենք աշխատել, հասկանում եք, որովհետև Իսրայելի հետ մեզ մոտ բացարձակապես չի ստացվում աշխատանքը, այդ ուղղակի շեղվեմ, երկու բառ հիշեմ,
98 թվականին մենք փորձում ենք կազմակերպել ուրեմն բանում ՄԱԿ-ում Նյու Յորքում նախագահ Քոչարյանի եւ այն ժամանակ էլ էր Նետանյահուն որպես վարչապետ իրենց հանդիպումը այդ ժամանակահատվածում ես որպես վարչապետ ուրեմն վարում էի բանակցությունները Ռաֆիկ Հարիրիի հետ ազատ այսինքն Լիբանանի վարչապետի հետ հանգուցյալ լուսահոգի որտեվ լավ մարդեր եւ մեզ լավ էր վերաբերվում հայերիս մենք վարում ենք բանակցություններ ազատ առևտրի գոտու վերաբերյալ Հայաստան-Լիբանան ազատ առևտրի գոտի մենք մի կողմից փորձում ենք Նետանյահուի հետ հանդիպում կազմակերպենք մյուս կողմից ազատ առևտրի գոտի ենք բանակցում վերջում Իսրայելը հրաժարվեց այդ հանդիպումից որտեվ ասաց եթե դուք Լիբանանի հետ եք աշխատում ուրեմն մենք չենք անի դրանից հետո եւս մի 10 տարի միգուցե 15 տարի անցավ ես իսրայելական Թել Ավիվի համալսարանում կա մի ուրեմն հետազոտական կենտրոն, որտեղ ես խորհրդի անդամ եմ, ասենք հիմա էլ եմ խորհրդի անդամ, առնչվում եմ իրենց աշխարհաքաղաքական հետազոտությունների հետ եւ այլն, բավական ոչ վատ կապեր ունեմ Իսրայելում, հա, փորձեցի Այն ժամանակ երբ նոր սկսվել էր Իսրայել-Ադրբեջան, ուրեմն այս ռազմական համագործակցությունը, փորձեցի ինչ որ ձևով նպաստել Իսրայելի պաշտպանության նախարար կար, եթե հիշում եք Ավիգդոր Լիբերմանը, որը մոլդավական ծագում ունեցող, այսինքն նախկին խորհրդային տարածքից էր, նախկին խորհրդային հրեա էր եւ ասենք իր հետ եթե չեմ սխալվում Վիգեն Սարգսյանն էր մեր պաշտպանության նախարարը, ես փորձեցի բավական բարձրաստիճան ուրեմն իմ ընկերների միջոցով հանդիպում կազմակերպել նեյտրալ դաշտում, եթե չեմ սխալվում Փարիզն էր Ընդամենը հանդիպում, ոչ մի խնդրանք, ոչ մի թեմա, ընդամենը հանդիպում, ուրեմն, ինչպես ասում են ժամացույցների ստուգում, հա? Պատասխանը եկավ, որ մեր օրակարգում Հայաստանի հետ հանդիպումը չկա, գոյություն չունի, այսինքն մերժեցին նաև այդ հանդիպումը։ Հիմա էս հալիդը կա, սրա հետ պետքա իմ կարծիքով աշխատել, որովհետև հիմա այսպես թե այնպես ինչ որ մի քաղաքական գործիչ է հայտնվել Իսրայելում, որը կարող է մեզ հետ համագործակցել։ Ուրեմն սա այս մասով մենք ինչի եկանք այս քաղաքականության արդյունքում մենք ըստ էության ոչինչի չեկանք, հա։ Հակառակը մենք կատաղացրեցինք Թուրքիային եւ բերեցինք նրանց ալյանսի ձևավորմանը, նպաստեցինք գոնե, հա, նպաստեցինք ալյանսի ձևավորմանը եւ դրա արդյունքում մենք այսօր արդեն երազներում էլի խեղճուկրակ վիճակով պիտի մտածենք Ղարաբաղի մասին։ Ես կարծում եմ, որ պետությունը այստեղ գործ ունի անելու եւ պիտի բոլոր ջանքերը գործադրվեն, որպեսզի մենք տարածաշրջանում իսկապես այդ թշնամանքը վերացնենք։ Իմ կարծիքով սա ճիշտ գիծ է, որովհետև այլապես մենք նորից եմ կրկնում այդ հայրենիքը ունենալու ենք ընդհանրապես երազանքներում եւ չենք հասնելու ոչ մի ռեալ արդյունքի։ Թշնամանքը վերածելու վերաբերյալ սա հարցա, որը որ երկար քննարկելու թեմա է, բայց ամեն դեպքում կարծում եմ ճիշտ կլինի, որ սկիզբը դնենք։ Ես մտածում եմ, որ մեր երկիրը հիմա այնպիսի վիճակում է, որ մենք մեծ հաշվով ինչից էլ խոսենք, դրան галու ենք թշնամանքը վերացնելու հնարավորությանը։ Իսրայելի մասին խոսեցիք, վարչապետներից մեկը ասում էր, невозможно договориться с человеком, который пришел тебя убивать։ Այդ ակնհայտ է։ Հիմա թշնամանքը վերացնելը երկկողմանի գործընթաց է։ Այսպես թե այնպես, այսինքն ոնց որ թենիսը մենակ չեն խաղում։ Պետք է ինչ-որ մի հատ կոնտրագենտ լինի, որը էլի հակված այդ թշնամանքը վերացնելուն։ Մենք կարծես թե մյուս կողմից չենք տեսնում կոնտրագենտ, ով մեզ ազդակ տա, որ ինքը կողմ է թշնամանքը վերացնելու։ Դե շատ իզուր որ չենք տեսնում։ Ես հետ գամ 2007 թվական հունվարի 19-ը այդ օրը սպանվեց Հրանտ Դինքը Ստամբուլում Ակոս Թերթի գլխավոր խմբագիրը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայ որը ամբողջ հոգով ու սրտով եւ հայ էր եւ Թուրքիայի քաղաքացի Իսկ իր հայ լինելը դուք որտեղ եք տեսնում։ Իմ համար ամենայն հարգանքով Հրանտ Դինքին, իր ընտանիքին, Դինքը թուրք լիբերալ մտավորական էր եւ դա իրանց ներքաղաքական process-ների արդյունքում ազով է Հրանտ Դինքը, որի սպանողը
Վերջերս ազատվել է բանտից, այդպիսի լուր եղավ։ Ես չէի ասի, որ ներքաղաքական նպատակban էր այդտեղ արդյունքում, ներքաղաքական բախումների արդյունքում։ Այնուամենայնիվ նա սպանվել է որպես հայ։ Նա սպանվել է, որովհետև հայ է։ Նա սպանվել է ազգայնական Թուրքի կողմից։ Եվ նրա թաղմանը 300,000 թուրքեր դուրս էին եկել ուրեմն ցույցի 300,000 թիվը հիշեք, հա? Ուրեմն պաստառներով մենք հայ ենք, ես հայ եմ, ես հրան դինք եմ, ես հայ եմ, ես հրան դինք եմ։ Թուրքերը դուրս էին եկել այդ պաստառներով։ Որ դուք ասում եք այն կողմից շարժը չկա, այն կողմից առնվազն 2007 թվականին ես նկատել եմ 300,000-անոց բանակ, որոնք որ պատրաստ էին, այսինքն դա թուրք մտավորականներն էին, այո, լիբերալներն էին, որոնք պարտվեցին ցավոք սրտի հետագա ընտրություններում, հիմա ազգայնականները այնտեղ ավելի մեծ ազդեցություն ունեն, իհարկե Էրդողանն էլ տանում է դեպի ազգայնականացում, բայց այնուամենայնիվ լիբերալների հսկայական, հարյուրավոր, հազարավոր ուրեմն խումբ եւ բանակ կա, որոնց հետ մենք պիտի աշխատենք, մենք որևէ աշխատանք չենք տարել նրանց հետ։ Ուր են մեր լիբերալները, որոնք պիտի նրանց հետ աշխատեին։ Ես հիշում եմ նորից հիշողությանս մեջ թարմացրեցիք, ուրեմն 2000-ականների սկիզբներ Ստամբուլում մի կոնֆերանս էր, որին ես մասնակցում էի եւ ճաշկերույթի ժամանակ մենք նստած էինք կլոր սեղանի շուրջ, այդ սեղանի շուրջ նստած էր նաեւ թուրք գրող կին լավագույն գրողներից մեկը աշխարհահռչակ Էլիֆ Շաֆակը։ Ուրեմն Շաֆակը, որը ընդունել էր ցեղասպանության փաստը, որը հրապարակայնորեն դրա մասին ուրեմն արտահայտվել էր եւ դա բավական ռիսկային քայլ էր իր կողմից, որովհետեւ նա կարող էր հետապնդման ենթարկվել եւ ենթարկվում էր հետապնդման, բայց ինքը այդ բանը դրսևորեց այդ մոտեցումը, որի համար ես շնորհակալություն հայտնեցի եւ սեղանի շուրջ ուղղակի մի քիչ տաքացա եւ հրավիրեցի նրան Հայաստան, հասկացում, ասացի դուք եկեք մի խումբ հավաքեք թուրք մտավորականներին, մենք կազմակերպենք Հայաստանում համապատասխան նման հանդիպում, մեծ հաճույքով ես դա կվերցնեմ ին վրա։ Հետո եկա Հայաստան, հասկացա, որ ես երկու հոգի չեմ կարող հավաքել, որպեսզի ուրեմն այդ հանդիպումը կազմակերպեմ։ Տեսեք, այնտեղ կար 300,000 թուրք, որոնք գրեցին, որ իրենք հայ են, իրենք պատրաստ են կանգնել ուրեմն հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին։ Ես չգտա 2-3 հոգի հայ, որոնք կարողանային մակարդակով ուրեմն դիմավորեին եւ մեր արտաքին քաղաքականությունը չէր նպաստում նրան, որ ես կարողանայի այդ հանդիպումը կազմակերպել։ Իսկ մենք ոչինչ, մենք այդպես չի, որ մենք շարժ ենք արել։ Ես համարում եմ, որ Թուրքիայում այդ նույն մտավորականները, նույն լիբերալ ազատական մտածող թուրքերը այսօր կան եւ նրանք այո պիտի լինեն մեր պարտներները։ Ֆուտբոլային դիվանագիտության մասին խոսել ենք, բայց պատե առիթ է, երբ խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Մենք տեղ ամենապուպուշն էինք, պարոն Դարբինյան։ Հայաստանի նախագահան, որը ուներ ներքաղաքական ահռելի խնդիրներ, այդ ժամանակ էլ ինքը գնաց այդ քայլին, Դավութ Օղլուն եկավ, ֆուտբոլ նայեցին, անջատեցին Ծիծեռնակաբերդի լույսերը, հանեցին գերբը, հանեցին Արարատը, որը մենք պարզում ենք, որ մեր հայրենիքն է, նաև մեր հաղորդման ընթացքում։ Հանեցին ֆեդերացիայի գերբի վրայից, մենք ամեն ինչ արեցինք, որ դա տեղի ունենա, ես կարծում եմ։ Եվ իմ տպավորությամբ այդ եզակի դեպքերից էր, երբ Սերժ Սարգսյանը ասում էր, ինչ ինքը մտածում էր։ Ասում էր, որ ես կարծում եմ, որ տենց ճիշտ է։ Երրորդ նախագահան հազվագյուտ էր ասում են ինչ ինքը մտածում էր իրականում, ես կարծում եմ, որ այդ դեպքն էր։ Ես էլի չեմ կարծում, որ այդ դեպքն էր, այնուամենայնիվ ողջունել եմ եւ այն ժամանակ եւ հիմա եմ ողջունում այդ քայլը, բայց հիմա շատ լավ քայլը արեցինք, ամեն ինչ արեցինք, նպատակի չհասանք, պիտի շարունակենք այդ գիծը։ Պիտի անենք եւս մի քայլ, կամ տեսեք, մենք գնացինք, չէ, այդ միջազգային ճանաչման ճանապարհով, Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ճանապարհով, ինչ որ մի պահի մենք կարող ենք, չէ, դա դնենք բանակցության սեղանների վրա եւ ասենք, գիտեք ինչա, ասենք մենք հիմա պատրաստ ենք կանգնեցնել սա, բայց եկեք քննարկենք ինչ ենք անում հետագայում։ Կամ տեսեք, մենք ծովից զրկված երկիր ենք, պետություն։ Աշխարհում կա, եթե չեմ սխալվում, 44 նման պետություն։
շատ չեն, բայց քիչ էլ չեն, 44։ Հիմնականում նրանք կենտրոնական աֆրիկական երկրներն են, Աֆրիկայի երկրներն են, Ասիայում կան որոշակի երկրներ, բայց մենք դրանց թվում ենք։ Եվա, Մոնղոլիան ասենք, կամ աֆրիկական Չադը, դրանց մինչև Մոնղոլիայի ուրեմն բանից, սահմանից մինչև օվկիանոս, օվկիանոս ասում է, որտեղ մեծ ծովը դա օվկիանոսն է, ասում մոտ 2500 կիլոմետր է, նույնը Չադը, ասենք Չադից մինչև Ատլանտիկ օվկիանոս, նույնպես մոտ 3000 կիլոմետր է։ Հիմա Երևանից մինչև Փոթի նավահանգիստ 550 կիլոմետր է կարծեմ, մենք դա հաղթահարում ենք մոտ 10 ժամում այնպիսի ճանապարհներով, որոնք նախատեսված չեն բեռնափոխադրումների համար, դրանք անհարմար ճանապարհներ են, 10 ժամում հասնել նավահանգիստ, այսինքն մեր այդ 550 կիլոմետրը հավասար է իրենց 3000-ների։ Հիմա գոյություն ունի դեռևս Միացյալ Ազգերի կազմակերպության կողմից հաստատված ծովային իրավունքների խարտիա, թե կոնվենցիա էր կոչվում, կարծեմ 1982 թվականին ՄԱԿ-ը հաստատեց նման կոնվենցիա։ Ինչ է գրված այդ կոնվենցիայում։ Յուրաքանչյուր երկիր, այդ թվում այս սահմանափակված ուրեմն ելքով երկրները, որոնք landlocked են կոչվում ուրեմն անգլերեն, յուրաքանչյուր երկիր ունի իրավունք մոտակա նավահանգստից օգտվելու դուրս գալու իրավունք ունի։ Ինչպես է գրած այդ խարտիայում, այդ իրավունքը պիտի իրագործել հարևանների հետ բանակցությունների միջոցով, այսինքն դու այդ իրավունքը ունես, պետությունդ պիտի իրագործի այդ իրավունքը, հա։ Ինչու մենք չենք իրագործել այդ իրավունքը։ Որովհետև մեկը այդ հարցը պատրաստ է տալ կամ այդ հարցին պատասխանել։ Ինչու չենք իրագործել ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայով նախատեսված իրավունք։ Բայց վրացիների հետ ինչ-որ բանակցություններ կար, չէ՞, մենք այնտեղ պորտ ենք առնում, թե պորտ ենք կառուցում։ Մենք ունենք, ասենք վրացիների հետ մենք միակ խնդրեմն այն է, որ դա մոնոպոլ դիրքերում է գտնվում նույն Փոթի նավահանգիստը, որովհետև մոտ 80%-ը մենք Բեռների Փոթիով ենք այնուամենայնիվ ձևակերպում, մի 20%-ը Բաթումիով, բայց նրանք մոնոպոլ դիրքում են գտնվում։ Եթե մենք ունենայինք ալտերնատիվ, օրինակ ասենք, չէ, նույն Տրաբզոնը, որտեղ գները շեշտակիորեն քիչն էին, հա, մենք շարունակենք, պարոն Դարփինյան, մեր ռադիո լսողներին մենք ասում ենք ցտեսություն եւ շարունակում ենք մեր ռադիո դիտողների համար, հիշեցնեմ, բաժանորդագրվեք Արմեն Դարփինյանի YouTube-յան ալիքին, լրատվական ռադիոյի YouTube-յան ալիքին եւ գործարար ալիքին։ Վրաստանի մասով խոսել ենք, էլի առիթ ունեցել ենք, ես կուզեի վերադառնանք խոսակցության սկզբին, ի վերջո կարա լինի Հայաստանի երրորդ հանրապետություն առանց այն սիմվոլների, որի վրա դաստիարակվել եմ ես, իմ սերունդը եւ որը ձեր սերունդը դրել է անկախության հռչակագրի մեջ։ Գիտեք, ես չեմ կարծում, որ սիմվոլների պահն է հիմա քննարկելու, դեռևս սովետական միության ժամանակ, չէ՞ որ սովետական Հայաստանի գերբի վրա նույնպես արարատներ նկարած, ասենք թուրքերը, որ չգիտեմ դա ճշմարիտ էր թե հնարած էր, բայց այնուամենայնիվ մեր պատասխանը հետևյալն էր, ինչու դա ձեր բանի վրա, ասենք ձեր դրոշի վրա լուսբանն է, կիսալուսինն է, կիսալուսինն էլ ձերը չի։ Ես չեմ կարծում, որ հիմա սիմվոլների ժամանակն է քննարկելու, դրա ժամանակը չի, եւ չեմ էլ կարծում, որ դա առանձնապես հիմա պետք է պեդալավորել ինչ-որ ձևով չեմ կարծում։ Ամեն դեպքում մենք ունենք բոլոր հիմքերը դիմակայելու այդ ճնշմանը, որ պետք է մենք զրկվենք դրանից եւ այլն, եթե անգամ թուրքերը նման ճնշում իրագործում են։ Բայց մենք էլ ենք չէ ճնշում իրագործել։ Ցեղասպանության ճանաչման պետական քաղաքականություն ենք մենք վարել միջազգային ճանաչման։ Հիմա մենք կարող ենք այդտեղ դնել նույնիսկ եմ ասում բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք դա բացահայտորեն չենք արել։ Հիմա ժամանակն է անելու չենք կարել մենք դա։ Եվ իհարկե այդ նավահանգիստներից խոսեցինք, այդ իրավունքի իրացումից խոսեցինք, բայց մենք չենք արել, չենք իրականացրել այդ իրավունքը։ Անկամ այսօր, երբ մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ուրեմն բացման մասին, մենք անգամ այսօր չենք խոսում այդ իրավունքի մասին։ Մենք ունենք իրավունք ըստ միջազգային կոնվենցիաների ելք ունենալու դեպի ծով, դեպի մոտակա ծով, իսկ մոտակա ծովը Թուրքիայի սահմաններում է այսօր գտնվում։ Եվ մենք օգտվել ենք
միշտ եղել ենք։ Գիտեք, երկիրը, որը չի զարգացնում իր առևտուրը, մահանում է։ Ասենք ելքը դեպի ծով նշանակում է քո առևտրային շրջանառության ավելացում։ Առևտուրը շատ կարևոր ցուցանիշ է երկրի եւ ինտեգրված լինելու եւ երկրի տնտեսական հաջողությունների հետ կապված հիշում եք մեզ մի քանի միջազգային կոլապս տեղի ունեցավ, ֆինանսական կոլապսներ 98 թվականին, 2008 թվականին, հա, մենք ասում ենք, որ մեզ դա չի դիպչում։ Պարծենում ենք, ինչ որ չափով լոպազանում ենք, որ մեզ չի դիպչել, բայց մեզ չէր դիպչում, որովհետև մենք համաշխարհային տնտեսության մաս չենք, այո։ Ինտեգրված չենք, հասկանում եք, մենք մեր համար կաղապարված ապրում ենք, եւ տնտեսությունն էլ էր նույն ձևով։ Հիմա այսինքն պետությունը պիտի որոշակի գործառույթներ անի այդ իմաստով բավարարելով նաև սփյուռքի մեր հայրենակիցների հայրենիքի հետ առնչվելու պահանջը։ Հիմա ինչ պիտի անեն սփյուռքը հայերը, մեր սփյուռքի հարգարժան ներկայացուցիչները եւ ինչ պիտի պետությունը իրենցից, այսպես ասած, ինչ սպասումներ պիտի ունենա։ Չեմ ուզում ասել պահանջի, որտեղ ոչ մի պահանջի իրավունք էլ չունենք։ Մենք ինչ պիտի պահանջենք։ Եթե մարդը քաղաքացիություն ունի, ուրեմն կարող ենք պահանջել։ Չունի քաղաքացիություն, չենք կարող պահանջել։ Շատ բաներ ոչ ճիշտ, ոչ նպատակահարմար մոտեցում էր, որ գիտակցումը, որ մենք սփյուռքից ունենք սպասումներ փողի տեսքով, ինվեստիցիաների տեսքով, ուրեմն տնտեսական ակտիվությանը մասնակցելու տեսքով, դա ճիշտ դիրքավորում չէր։ Ես կարծում եմ, եւ դա արտահայտել եմ 99 թվականին, կարծեմ, Վազգեն Սարգսյանի կառավարությունը կազմակերպեց Հայաստան-Սփյուռք առաջին խոշոր վեհաժողովը, այդտեղ ես ելույթ ունեցա եւ ասացի, որ մեզ փողը չի պետք, էլի մեզ Սփյուռքից հարկավոր են շուկաները առաջին հերթին, որովհետեւ Սփյուռքը հայերը բավական լավ են իրենց դրսևորել այն տնտեսություններում, որտեղ գտնվել են, ունեն իրենց շուկայի իրենց պատկանող հատվածները, տիրապետում են շուկային եւ ուրեմն կարող են նպաստել Հայաստանի ապրանքներին, Հայաստանում արտադրված ապրանքների դեպի շուկա մուտքը ապահովելու։ Այսինքն մեզ համար շուկաների տիրապետումը շատ ավելի կարևոր է, քան իրենցից փող ուզելը։ Հա, այսինքն դրա վրա մենք ուշադրություն չենք դարձրել։ Երկրորդը տեխնոլոգիաների այնուամենայնիվ տրանսֆերի վրա մենք նույնպես ուշադրություն չենք դարձրել։ Մենք բավական լուրջ գիտնականներ, այդ թվում երիտասարդ գիտնականներ ունենք առաջատար լաբորատորիաներում աշխարհի, որոնք աշխատում են Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, լավագույն համալսարաններում, որոնք առնչվում են այսօրվա ամենաարդիական տեխնոլոգիաների հետ։ Մենք կարող ենք եւ պարտավոր ենք պայմաններ ստեղծել եւ ապահովել այդ տեխնոլոգիաների տրանսֆերը դեպի Հայաստան։ Ամենայն դեպս Սփյուռքի այդ գիտական ներուժը մենք պիտի կարողանանք օգտագործել, պիտի հասնենք դրան, չենք հասել, այդ նպատակը նույնպես կա եւ շատ կարեւոր է։ Երրորդը ես կարծում եմ, որ մենք պիտի կարողանանք նպաստել եւ Սփյուռքից այդ սպասելիքը ունենալ քաղաքական լոբիզմի բայց դրա համար մենք պիտի կարողանանք մեր շահերը ներկայացնենք։ Իսկ այս պահին ո՞նց է գնահատում։ Լավ չի, ես կարծում եմ, որ ձեր թվարկածից մենակ լոբիզմն է, որ տենց շուտ պլյուս-մինուս աշխատում է։ Ինքն դաշնակցության գրասենյակները, մնացած լոբիստական կազմակերպությունները։ Գիտեք, մասամբ ուրիշ բան կա, որ իրանք ուրիշ բանի լոբինգ են անում, հա, այսինքն որ ես համաձայն չեմ, որ այդ ռեսուրսը չի կարելի այդքան ուղղել ցեղասպանության ճանաչման լոբինգի վրա, որտեղ դա ոչ միտեղ չտանող ճանապարհ է։ Գոյություն ունի այնուամենայնիվ Սփյուռքի ֆակտորը ընտրություններում, քաղաքական ընտրություններում, նույն Ֆրանսիայում, նույն Միացյալ Նահանգներում, ասում են, ասենք, Ֆրանսիայում մոտ 200,000 երևի ձայն ունենք, Միացյալ Նահանգներում մոտ 1 միլիոն ձայն ունենք, հա, երևի այդ 1 միլիոնը կարևոր է, ասենք, նախագահական ընտրություններ են գալու։ Ըստ որում էլի շեղվեմ, բայց կարծես թե Թրամփի շանսերը բարձրանում են օրեցօր։ Ես դա լավ նշան չէ մեզ համար, որովհետև Թրամփը մենք հիշում ենք ինչպես էր վերաբերվում մեզ, հա, ընդամենը good people ասում էր, այսինքն որպես պետություն էլ չէր ընկալում մեզ, ցավոք սրտի, այդտեղ մենք մտորելու բան ունենք, բայց այնուամենայնիվ ասենք 1 միլիոն ձայն ունենք այնտեղ, երևի թե դա որպես քաղաքական ֆակտոր կա, հա, այնուամենայնիվ ուզում են, փորձում են քաղաքական գործիչները հաջողանալ
այդ մեր սփյուռքի ներկայացուցիչներին։ Բայց որպես կազմակերպված քաղաքական լոբիզմի ֆակտոր ես գտնում եմ, որ չկա նման բան ցավոք սրտի։ Բայց դրա մեղքը մերն է, որովհետև մենք չենք կարողացել մեր նպատակները ձևակերպել։ Եվս մեկ խնդիր կա, որ պիտի իհարկե սփյուռքը մասնակցի, դա խոշոր համաշխարհային ճանաչում ունեցող գլոբալ ֆինանսական եւ տնտեսական ընկերություններին դեպի Հայաստան ներգրավելու խնդիրը մենք ունենք, հա։ Տրանսնացիոնալ ընկերություններից գրեթե մենք ներկայություն չունենք։ Ես մեկ օրինակ երևի կարող եմ բերել, Վաչե Շեմանուկյանը ժամանակին ես էլ եմ մասնակցել այդ բանակցություններին, HSBC բանկը բերեց Հայաստան, հա, դա հսկայական նվաճում էր մեզ համար, այսինքն նախկին խորհրդային միության երկրներում առաջին միջազգային տրանսնացիոնալ բանկը եկավ Հայաստան։ Ճիշտ է, մենք որոշակի պրեֆերենցիալ իրավունքներ տվեցինք այդ ժամանակ, բայց դա կարևոր չի, մինչև հիմա իրենք կան, հա։ Այլ խոշոր օրինակ միգուցե դե Pernod Ricard-ն է երևի կոնյակի գործարանը, այն էլ այնքան թուքումուր կերան այդ կազմակերպիչները այդ գործարքի։ Չէ, օրանժը կար, որ գնաց, շատ վատ է որ գնաց։ Շատ վատ է որ գնաց օրանժը, շատ վատ է որ գնաց Veon-ը, նույն հեռահաղորդակցության ոլորտում Veon-ը հիշեցնեմ Beeline-ի տերն էր, Veon-ը նույնպես միջազգային ընկերություն է, շատ վատ է որ մենք, այսինքն գիտեք, հիմա նրանք գնացին, նրանց փոխարեն եկան հայ, այսպես ասած, օլիգարխներ կամ կիսաօլիգարխներ, դա այն ճանապարհը չի, որ մենք պետք է փայփայենք, հակառակը օրանժին փայփայենք, Veon-ին փայփայենք։ Ես լիարժեք տեղեկություն չունեմ, բայց իմ կարծիքով Crédit Agricole-ը եւս դուրս եկավ Ագբայից։ Ագբան մեր լավագույն բանկերից է իհարկե, բայց Crédit Agricole է մնում, հասկանում եք։ Միգուցե նրանք այո, դա հիմա կոմերցիա է, նրանք ուզում են Carrefour-ը եկավ, բայց կարծես թե լավ չի տեղավորվում շուկայում։ Carrefour-ը եկավ շատ նեղ սեգմենտը։ Իր մասին ավելի շատ խոսում էին, քան ինքը եկավ շուկա, էլի, ավելի շատ։ Ես վերջերս բենզալցակայան բացատրել կարծեմ, չէ, հա, այդ երևի ինչ որ մի բան է, շատ փոքր քայլ էր, բան, հասկանում եք։ Դա շատ քիչ է եւ այստեղ ես Սփյուռքի արչեւ նման խնդիր կդնեի որպես պետություն, որ նրանք իրենց բոլոր ջանքերը գործադրեին տրանսնացիոնալ ընկերություններին Հայաստան բերելու համար, որտեվ ինչքան մեծ է միջազգային բիզնեսի հետաքրքրությունը տվյալ երկրի նկատմամբ, այնքան մեծ է այդ երկրի անվտանգության աստիճանը։ ՏՏ-ում լավ ռեզուլտատներ ունենք այդտեղ, AMD-ն նայեք, Xilinx նայեք։ Այո, NDVI եկավ, բայց նորից դրանք եկան, որովհետև նրանք դուրս եկան Ռուսաստանից, այս վերջին իրադարձությունների կապակցությամբ, այն էլ ես վստահ չեմ, որ մենք այդպես ասենք նպատակաուղղված քաղաքականություն ենք վարում, որպեսզի իրենք մնան։ Չեմ էլ տեսնում, որ մնում են, նրանք աստիճանաբար գալիս են, ինչ որ տեղակայվում են ժամանակավորապես, հետո գտնում են իրենց համար ավելի նպաստավոր պայմաններով երկիր եւ տեղակայում, որտեղ իրենք ըստ էության այդ տրանսնացիոնալ ընկերությունները նրանք բան չունեն, կապող բան չունեն, նրանք ցանկացած երկրում, որտեղ հարմար է, որտեղ կլիման նորմալ է, որտեղ հասարակությունը նորմալ է ընկալում, նրանք որևէ խնդիր չունեն տեղակայվելու։ Սա է։ Ստեղ ժամանակ ունենք մի փոքր, ինձ թվում է համբերատար ռադիոլսողները կշարունակեն մեզ դիտել։ Վերջի մասով ես օրինակ կարծում եմ, որ տեղ վեճ կա, արդյոք լավա թե չէ, որ մեր ռիթեյլը հայկական է։ Որտեվ շատ երկրներ կան, որտեղ որ ձեր թվարկած ընկերությունները ուղղակի սննկացնում են բոլորին։ Այսինքն գալիս է ինչ-որ խոշոր տրանսնացիոնալ կորպորացիա, որը որ տենց քարի վրա չի թողում տեղականներից, էլի, այդտեղ տենց խնդիր չեք տեսնում, մանավանդ մեր փոքր սահմանափակ ռեսուրսներով երկրում։ Այսինքն հասկանալի է, չէ, որ մեծ հաշվով Veon-ը եթե ուզենար, եթե տենց մտքին դներ, մեր 3 օպերատորներն էլ տենց չէին լինի, որտեվ իր ռեսուրսները անհամեմատ է։ Չէ, ես համաձայն չեմ, Veon-ը շուկայում գոյություն ուներ Orange-ի հետ զուգահեռ, այնտեղ կար նաև MTS-ը, հա, այսինքն կար 3 ընկերություն, որոնք հանգիստ կարող էին մրցակցեն իրար հետ եւ մրցակցում են եւ նորմալ էր գնում այդ մրցակցությունը։ Կամ տեսեք նույն այդ ձեր մտահոգությունը արտահայտվեց կոնյակի գործարանի սեփականաշնորհման ժամանակ, երբ ասում են ֆրանսիացիները կգան,
մեր կոնյակի գործարանը կվերցնեն, իսկ դա ազգային արժեք է, իսկ մենք իրենց բանն ենք, կոնկուրենտն ենք, ուրեմն միջազգային շուկաներում երբեք կոնկուրենտ չենք եղել մենք ֆրանսիական կոնյակին, էլի, մենք որպես կոնյակ անգամ հանդես չենք եկել եվրոպական շուկաներում։ Չէ, բայց ամեն դեպքում ֆիքսենք, որ երևի մեր կոնյակը ուներ պոտենցիալ SNG-ի շուկայից դուրս գալու, բայց ինքը դուրս չի գալիս։ Նորմալ։ Չէ, համաձայն չեմ, Դավիթ ջան, որովհետև մենք մերը կոնյակ չի կոնյակ բրենդի է, երկրորդը բրենդին շուկայում հանգիստ կարող է ուրեմն հայտնվել եւ հայտնվում է, եւ Pernod Ricard-ը դրան միայն նպաստում է, ավելին Pernod Ricard-ը նպաստեց, որ մեր մնացած կոնյակագործերը հիմա մենք ունենք այնտեղ նույնպես, չէ, մրցակցություն ունենք այդ ոլորտում, այդ դաշտում։ Մենք ունենք 5-6 կոնյակ արտադրող բարձր որակի բարձր եւ դրան նպաստեց միայն ու միայն ֆրանսիացիների այստեղ հայտնվելը, որովհետեւ եթե ֆրանսիացիները այստեղ չհայտնվեին, մենք ունենայինք ֆալշ կոնյակների ուրեմն մի ծաղկող ինդուստրիա, որով կլցնեինք ամբողջ Ղազախստանը եւ Յակուտիան, ուրեմն եւ դրանով մեզանից գոհ, ուրեմն եւ մարդիկ թունավորվեին, բայց այդ վտանգը չեք տեսնում, որ եթե նույնիսկ մեծերը կան իրանք սպանելու են, չեմ տեսնում, որովհետեւ Pernod Ricard-ը եկավ, Pernod Ricard-ից հետո Հայաստանում հայտնվեցին 5-6 խոշոր կոնյակագործական ընկերություններ, որոնք մինչև հիմա շուկայում են եւ մրցակցություն կա իրենց միջև եւ որակը բարձրանում է եւ պահում են այդ որակը եւ չեմ տեսնում ես այդ խնդիրը, նույնը չեմ տեսնում Վեոնի պարագայում։ Տեսեք Carrefour-ն եք ասում, բայց Carrefour-ը չդիմացավ կամ ինչ պիտի անի Carrefour-ը, եթե մենք ասենք լավաշ ենք սիրում, էլի, ասենք հիմա կրևետկան լավ բան է, բայց լավաշն ու պանիրը, ասենք, հա, իրենք պետք է այս լավաշն ու պանիրը ներգրավեն, որ կարողանան ինչ որ հաջողության հասնել։ Նո, ես արփան եմ ասում, դա հա, հասկանալ եմ, ալեգորիաներով եմ ասում, բայց ամեն Spark թե Spark սուպերմարկետներից ցանցկար, որը մտավ դուրս եկավ։ Ես retail-ը այդքան չի կարևորը, հիմա ես կարծում եմ, որ մեր ցանցերը հեչվատը չեն, որոնք որ կան ու գործում են, թե չեմ ուզում հիմա ռեկլամ անեմ, բայց նորմալ ցանցեր են հիմա, մեր ցանցային հայաստանյան ընկերությունները վատը չեն, մենք այդտեղ խնդիր չունենք, տեխնոլոգիական ընկերություններ բերեք, որակ ավելացրեք երկրում, հա, տեսեք Մոդենան մեր հայրենակիցն ու բարը Աֆեյան կարողացավ հսկայական գործ արեցին, Մոդենան հսկայական շարժ ապահովեց աշխարհում, չէ, եւ կարծում եմ նուբարի նաեւ ջանքերով մենք այդ վակցինան ստացանք, ճիշտ է, շուտ չստացանք, ուշ ստացանք, բայց ինչ վատ կլիներ, որ նաեւ արտադրություն լիներ օրինակ այստեղ, հա, Հայաստանը արտադրեր եւ վաճառեր, ասենք այդ վակցինան։ Դա տեխնոլոգիական տրանսֆերի խնդիր է, որ մենք պիտի կարողանանք լուծել։ Նաիրա Նովակիմյան մեր հանրահայտ պրոֆեսորը ամերիկյան համալսարաններից մեկում ինձ մի օր ասաց, որ ունի մոտ 10-12 հոգանոց հայ երիտասարդ գիտնականների ցուցակ եւ խումբ, որին փորձում է համախմբել եւ բերել Հայաստան։ Հա, իրենց նվաճումներով, իրենց գիտական հետազոտություններով այդտեղ պետք է փող ծախսել, այդտեղ պետք է մաքսիմալ բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք գան եւ հայկական գիտությունը ավելացնել, որովհետեւ այն ինչ որ դուք ասում եք, հա, ինչ արգումենտներով ենք մենք հանդես գալու տարածաշրջանում եւ հատկապես ասենք Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, բա հենց գիտությամբ, հենց մեր տեխնոլոգիաներով, հենց դրանում է կայանում մեր Դե մեծ հաշվով ոնց որ Թայվանն է ապրում այսօր, չէ, որովհետև Թայվանը աշխարհի համար շատ կարևոր չճանաչված պետություն է, չճանաչված լինելով ինքը ֆանտաստիկ կարևոր է ամբողջ աշխարհի համար։ Այո, կիսահաղորդիչների մոտ 65-70% իրենք են արտադրում, եթե Թայվանը ոչնչանա, այսօր աշխարհը կկանգնի։ Այո, կոմպյուտերները կկանգնեն, ասենք, ամբողջ համակարգը։ Նույնիսկ Հայաստանում էս ինչ տեսնում եք ստեղ, շատ է։ ամեն ինչի մեջ Թայվանի ինչ որ արտադրանքի մասնաբաժին կա։ Դե ուրեմն նրանք ինչ որ խելոք են, չէ, մոտեցել հարցին։ Նրանք կարողացել են նետել, շատ հետաքրքիր բան ասացիք, հիմա ես հիշեցի։ Ինչ են ասում չինացիները։ Չինացիներն ասում են մի պետություն երկու սիստեմ, չէ, Չինաստանի մեջ է Թայվանը, մի պետություն են, բայց երկու սիստեմա, հա։ Ինչ են ասում թուրքերը ադրբեջանցիները, ասում են մեկ ազգ է, բայց երկու պետություն։ Ինչ ենք մենք ասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին։ Կարող եք, մենք ոչինչ չենք ասում, բայց ինչ ենք ենթադրում։ Բայց ինչ ենք ենթադրում։ Աբսուրդ ենք ենթադրում։ Մենք ենթադրում ենք երկու ազգ, երկու պետություն, հասկանում եք։
ու դրան հավատացինք մենակ մենք։ Ու դա էլ տանում ենք առաջ, աշխարհն էլ նայում ասում է դուք ու չեք գժվել, այս կամ ձերն է, կամ ձերը չի։ Կամ ձերը չի։ Մենք ոչ ասում ենք, մենք հենց ամենաաբսուրդային մոտեցումը մենք ցուցաբերեցինք այս ամեն ինչին։ Ու Պուտինն էլ դրա մասին խոսեց, ասաց դուք կողմն, ասաց մենք Ղրիմը ուզեցինք վերցրել էիք, ասեիք որ վերցրել եք։ Այդտեղի տարբերությունն ասենք Պուտինի եւ Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների Պուտինը կարող է իրեն թույլ տալ վերցնել։ Ինչու, որտեվ ունի, ասենք միջուկային զենք։ Պաստորեն պարոն Դարփինյան, մենք էլ կարեցանք մեզ թույլ տանք վերցնենք 94-ին, բայց բանը շնորհքը վերցնելը չի, շնորհքը պահելն ու ծաղկացնելն է։ Այսինքն մենք, այսինքն ինչ ուժով պիտի պահես կամ ծաղկացնես, ուրեմն կամ պիտի ռեսուրս ունենաս, այսինքն նավթ, գազ, ոսկի, չգիտեմ ինչ ամեն ինչ, նավթ, գազ, գոնե հարուստ լինես, կամ պիտի բնակչությունը ավելանա, ըստ որում շեշտակիորեն, կամ պիտի զենք ունենաս։ Եվ մենք սրանից ոչ մեկը չունենք, ոնց պիտի պահենք։ Դրա համար իհարկե ոչ էլ այդ ամեն ինչը ստեղծելու ցանկությունն ունեինք ոնց բարձր։ Ցանկություն միգուցե ունենք, բայց շեշտադրումը չէինք դրել եւ չէինք գիտակցում դրա կարեւորությունը։ Հետո նիրհում էինք մի տեսակ, ասենք, հանգիստ բան, լավագույն բանակն է, բաներ ենք մեզ համար ինչ որ պատրանքներ էինք ստեղծել, ինչ որ ֆանտաստիկայի ժանրից։ Մեր լավագույն բանակն է աշխարհում, լավագույն զենքը ունենք։ Իրանը երբեք թույլ չի տա։ Այսինքն հասկանում եք, ինչ որ բաներ կա, օդում Ռուսաստանը թույլ չի տա։ Ռուսաստանը կգա բան եւ այլ։ Այսինքն ինչ-որ մի բան հասկացություններ էին սավառնում մեր բանում հասարակության մեջ, որոնք որևէ հիմք չունեին եւ արդյունքում մենք ստացանք այն ինչ ունենք, այսինքն մենք Իրանը առաջինը ողջունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, Ռուսաստանը իր շահերը պահեց եւ որևէ պարտավորություն ըստ էության նաեւ չուներ մեր շահերը պահելու ի հակառակ Ադրբեջանի շահերի, իրենք նույն հարթության վրա դրեցին այն ժամանակ, երբ դրանք նույն հարթության վրա չէին Ռուսաստանի համար, մենք շահեցինք պատերազմը, բայց երբ Ռուսաստանի համար եղավ արդեն նույն հարթության վրա, մենք պարտվեցինք, բայց մենք պիտի հույսերը մեր վրա դնեինք, ախրում վրա ենք հույս դրել։ 7 օրից ավել չի դիմանա բանը, այսինքն չի շարունակվի պատերազմը, բան ինչ որ բաներ ունենք, այտենց աքսիոմատիկ մեզ թվացող միֆեր, հա։ Միֆերի հետևից գնացինք ու հայտնվեցինք այդպես վիճակում, որտեղ հայտնվել ենք։ Պիտի դուրս գանք այս վիճակից։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ լավ է ուշ քան երբեք, լավ է ուշ քան ավելի ուշ։ Չնայած հրեաներն ասում են լավ է վաղ քան ուշ, ռուսներն ասում են լավ է ուշ քան երբեք, չէ, лучше поздно, чем никогда, եվրейներն ասում են лучше раньше, чем раньше, ասում են, чем позже, մենք էլ ասում ենք լավ էլ ուշ քան ավելի ուշ, որովհետև հիմա ինչ որ մի պահ է եկել, երբ մենք իսկապես կանգնած ենք օրասական կարևորագույն որոշումներ ընդունելու անհրաժեշտության։ Մեր հաղորդումը շատ է երկարում, բայց այս հետաքրքիր թեմա է, էլի, ու նոր միֆա հիմա ձևավորվում։ Այսինքն նախորդ սաղ միֆերը քանդվել են, որ ռուսը չի թողի պարսիկը, մեր բանակը եւ այլն, հիմա նոր միֆա Միացյալ Նահանգները հերթական թուղթն ընդունել է Հայաստանի պաշտպանություն ու մենք հիմա ականատես ենք ելնում թարմ նոր միֆի ստեղծմանը, որ այս անգամ էլ Ամերիկան էլ չի թողելու։ Չէ, բացարձակապես այդպես չէ, առավել եւս որ նորից ես ասացի վտանգ է մեզ սպառնում, եթե Թրամփը դարձավ ուրեմն նախագահ։ Իսկ ես տեսնում եմ, որ Ամերիկայում 3 թե առաջ օրը ուրեմն ավարտվեցին Արգենտինայում ընտրությունները, այնտեղ Թրամփի ընկերը ընտրվեց, հա, մեկը Թրամփիստ ընտրվեց այնտեղ, որը անգամ պատրաստ է զիջել արգենտինյան պեսոն, կենտրոնական բանկը լուծարել, որ դոլար բերենք, դոլարային համակարգ եւ ամբողջապես ուժեղ պոպուլիստ է, հա, բացարձակ այսինքն մի կերպար է, որը որ շատ ասենք նման է Թրամփին իր էքստրավագանտ մոտեցումներով, բայց ընտրվեց Արգենտինայի նախագահ, հիմա մենք դրա հետ պիտի, չէ, ասենք նույնպես առնչվենք, այնտեղ կարծեմ դեսպանատուն ունենք, համայնք ունենք, բան ունենք, վերջին հաշվով մեր Ռոմի Պապն է, մեր ասած, բայց ասենք Ռոմի Պապն է այնտեղից հայերի հետ բարեկամություն արել եւ այլն, մենք կապեր ունենք, Էրնեկյանն է այնտեղ, հայ Միչելոց Էրնեկյանը բերեց իր ընկերությունը օդանավակայանը գոնե ինչ որ չափով նորմալ եվրոպական օդանավակայանի տեսք ունի, ի տարբերություն ասենք, որը արդեն փոքր է մեծանալու կարիք ունի, փոքր է, պետք է փող դնի արդեն նորից, բայց հիմա ասենք պիտի
կառավարությունը նաև պիտի դրան, ասենք, նպաստի, էլի, պիտի անընդհատ բզբզի, որ փողը պետք դնել, որտեղ հիմա Գյումրի օդանավակայանը ավելի լավ պիտի շահագործվի իմ կարծիքով։ Դա միգուցե, հա, բայց երկրում մի հատ է լինում, էլի, խոշոր տրանզիտային նաև, տրանզիտային այն իմաստով, որ օդանավակայանը կարողանա սպասարկել եւ լոկալ հոսքերը, եւ միջազգային հոսքերը, էլի, մենք հիմա դեռևս դրա վիճակում չենք, չնայած արդեն դրա անհրաժեշտությունը կա, որտեղ ռուսները Հայաստանի միջոցով թռնում են Եվրոպա հիմա, ասենք, մեր այս low coster-ների վիզերի ընդհանրենք հիմնական հաճախորդները դա Ռուսաստանի քաղաքացիներն են, որոնք Հայաստանի միջոցով դա շատ լավ է, որտեղ Հայաստան դառնում է hub, հա։ Մենք միշտ Մոսկվայով ենք թռնում Եվրոպա սովետական ժամանակներում անգամ մինչև վերջերս։ Հիմա հակառակն է, հաճելի է, որ իրանք ինձ դա դուր է գալիս, շատ է դուր գալիս, դա պիտի պահպանել, դրա համար օդանավակայանի հնարավորությունները պիտի լայնացնել։ Իհարկե։ Այս խոսակցությունները անվերջ են եւ դրա համար մենք վերջ չենք տալի այս խոսակցությունների, ուղղակի դադար ենք տալիս, հաջորդ շաբաթ շարունակելու ենք Դարփինյանի ժամներ գործարար ալիքի եթերում։ Լսեք մեզ FM 106 եւ 5 հաճախականությամբ, բաժանորդագրվեք մեր YouTube-յան պլատֆորմներին, բոլոր թվային պլատֆորմներին, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ այսօր այսքանը։ Ներողություն, ես ուրեմն հիշեցի բանը, այդ Իսրայելի քաղաքական գործիչը Լապիդ էր ազգանունը, Գալիտ չէր։ Ես ներողություն եմ խնդրում, Լապիդ, ուրեմն Լապիդի հետ պետք է սկսել ընկերություն անել։ Մի 20 րոպե որ հետ տակ կպատկերացնեք թե ինչ նկատի ուներ պարոն Դարփինյանը։ Այսօր այսքանը, հաջորդ շաբաթ կհանդիպենք։